աշխատելու ժամանակ կոտրում է օրիորդ Վարսենիկի սիրտը, չի ամուսնանում, եւ օրիորդ Վարսենիկս մի քիչ սիրուց խենթանալով սկսում է քայլել գիմրվա փողոցներով, քայլում է ու նամակները գրում իր սիրելիին, գրում է ամենուր, մայթերի վրա, փողոցի վրա, շենքերի վրա, գրում է ու հետո էլ հետ է գրում նաեւ պատասխանը, մինչեւ կյանքի վերջ, բայց նույնիսկ ցնծոտիների մեջ հակած երբեք չի կորցնում իր ազնվականական կերպարը, միշտ պայուսակը թևի տակ, ծաղիկի պունջը ձեռքին, հովանոցը գլխին ու ամենակարևորը կարմիր կռասկե շուրթերին։ Ահա, շատերն են ասել, այո, չէ, դե շատ հարուց եմ ասել։ Ասում են նաև, երբ կարմիր կռասկա չի ունեցել, սև վաքսն է քսե շրթունքներին, որպեսզի տարբերվի մյուսներից, այսպիսին է եղել մեր հանրահայտ օրիորդ Վարսենիկի հետաքրքիր եւ տխուր։ Ինքը հայտնի է ում ոնցից էր։ Ազգանունով։ Հետո ես մանրամասն ասեմ նաև, որ ամեն պատմելուց միշտ մտածում եմ, հիմա մեզ այն առաջի հատվածի հետ են համեմատում, թե այս երկրորդ հատվածի, ու այդպես է գլուխ չեն անում, բայց կոնկրետ իմ դեպքում, եթե մի քիչ էլ աշխատեմ այս թանգարանում, երկրորդը հաստատ իրականություն։